talk by Nayran hence քո մասին է, քո իրական կերպարի մասին է, հայլուց այն կողմ քեզ ընկալելու մասին է։ Ես այսօր պատիվ ունեմ շփվելու այնպիսի մի կնոջ հետ, ով որ կարիք չունի արտաց հոլանքի մեջ ստելու կամ խաբելու։ Նա այն է, ինչ որ տեսնում եք եւ մանավանդ ինչ որ լսել եք եւ շարունակում եք լսել։ Հետևենք հաղորդմանը։ Նար, ինչից սկսվեց քո ստեղծագործ ոչ թե կյանքը, այլ հասկանաս, որ բայ ես գրում եմ, բայ միտքս, այդ ոնց է սկսվում։ 2014 թիվներ քնած էի եւ առհասարակ մանկությունից հայերեն չգիտեմ այդ բառը։ Ռուսերեն, անգլերեն, որ լեզվով ուզում ես։ Вещи сны у меня всегда бывают, էլի, որ երազդ կատարվում է միշտ։ Ոնց որ քնած էի եւ երազից մեջ շատ սիրուն երգ եմ լսում։ Իսկ ես 6 տարեկանից абсолютный слух ունեմ։ Абсолютный կես։ Հա, Վաու, նվագում էի, միշտ սինտեզատոր բանա դաշնամուր ունեցել եմ։ Իմ սենյակում միշտ դրած ա եղել սինտեզատորը ու երազից մեջ շատ սիրուն երգ եմ լսում։ Քնիցը զարթում եմ ու մի անգամից սինտեզատորս իմ սենյակում էր, ռեկ եմ տալիս ու այդ նույն երաժշտությունը սկսում եմ նվագել, որ չմոռանամ։ Որովհետև որ առավոտյան զարթնեի կմոռանայի։ Մատ փակենք։ Ու այդ երազի սա եղի առաջի անգամ, առաջի երգս, որը հետագայում ռադիովանով ճանաչվեց տարվա լավագույն հիթ։ Ես քեզ հիշում եմ, ես շատ փոքր էի, պոչիկով, նիհար, մի գեգեցիկ աղջնակ, ու մի հատ չեմ հիշում, ճիշտ եմ հիշում։ Հիմա գեշ եմ։ Ես բուջուր էի, ու այն որ այդ գեղեցիկը չեմ կարողացել չընկալեմ, ես միշտ։ Այդ ժամանակ դելը չէի ընկալում տաղանդավոր շնորհալին, բայց ընկալում էի գեղեցիկը։ Մեզ ճանաչել են, նկարում են։ Սուտ էլի։ Բայց կայֆ է, այս անվիճակալությունը։ Այն որ քեզանից մեծ կարծիք ես, մեզ ճանաչել են։ Նարի Հարությունյան շանս։ Ու ես հիշում եմ, սենց ֆոներ սպիտակ, դու պոչիկով նստած, սենց ինչ-որ բան կադրը գնում էր, գալիս էր։ Ճիշտ եմ հիշում, թե չէ, բայց տպավորվել է, որ ասես աղջիկով, ու սենց հետը գնում։ Կադրներ, իմ համար էդի գնալ գալ էր։ Զուխի կլներ, սպիտակ ֆոնի տակ, դու սպիտակ պիջակ էր, ինչ էր, չեմ հիշում, բայց կար տենց մի բան։ Քեզ հետ անցկացրած ամեն րոպե թանկ է, քո ամեն համբույրը ինձ համար կյանք է։ Կադրներն եմ ուզում հիշեմ ու հին, ես այսքան եմ եղել, նար։ Այդքանը որ հիշում եմ։ Ինձ ասա մի շաբաթ առաջ ինչ ես արել, Նարի ջան, այդ է չեմ հիշում։ Նայ կան մարդիկ, որ գուցե ես երբևէ, այսինքն ես մի հատ սանդղակ կա, երևի նկատել ես, որ հանդիպենք կյանքում չեմ, կամ մի հատ բան, որ դու քո մանկությունից ունես այդ, չես ուզում անցնես, որովհետև պիտի հարգեսեն, ինչ որ թողած է, իսկ ձեր սերունդը կոնկրետ թողում է իր հետքը, չի կարա տենց անցնի գնա, եթե դուք էլ անցնեք գնաք, 6-8-ը ոչ թե տակ տայել, որպես ռաբիզ երաժշտություն կմնա, ու մենք կկործանվենք, ինձ համար, ախպեր, ես եմ ասում։ Հիմա ավելի ուզում եմ հասկանալ դու կյանքում առօրյայում ինչպիսին ես։ Մարդիկ քեզ բեմում տեսնում են քո շփումը քո հաճախորդների հետ բիզնես ոլորտում, շանսոնի մասին, տվյալ երկրում։ Առօրյա կյանքում ո՞նց ես դու։ Լրիվ նույնը։ Անմեջական էսպես։ Լավն էլ, վատն էլ նույնն եմ։ Դու վատն ես լինո։ Իհարկե։ Շատ անգամ իմ չափից շատ անկեղծ լինելը մարդկանց կարա նեղացնի։ Հա։ Իմ շրջապատում բոլոր ինձ հարազատ մարդիկ ասում են դու պուբլիչնի մարդ ես, դու իրավունք չունես անընդհատ քո էմոցիաները ցույց տաս։ Ասենք եթե ես ինչ որ մեկին չեմ հավանում, չեմ համակրում իր մարտեսակը կամ առհասարակ ուղղակի ինչ որ մեկն է, ես չեմ կարող արհեստական ժպտալ, ինչ որ ջերմ խոսքեր ասել։ Ինչ շատ անգամ նախատել են, որ չի կարելի պուբլիչնի մարդ ես, մեկ պետքա այո ձևական ժպտաս, այո պետքա ինչ որտեղ զսպես քո էմոցիաները, իմ մոտ երբեք չի ստացվում։ Եվ պետք էլ չի կարծում եմ։
Դրա համար այդքան շատ ես չեմ տարբերվում բեմում, թե առօրյա կյանքում։ Վատն է, լավն է նույնն է։ Կարծում եմ դա է շատ հաճախ հենց ստեղծում ընկերական ճիշտ շրջապատ։ Որովհետև ընկերց դեպքում դու չես հասկանում որն է իրականում կողքդ, որը չէ։ Իսկ որ ճպացնող տեսակ ենք, այդ ժամանակ ձևավորվում է ընտիր ընկերություն 20 տարվա, 15 տարվա եւ անբաժան, որոնք ես էլ ունեմ, դու էլ բարձր ավելի երկար տարիների ունես, որը որ ընկալելի չի։ Բայց ինչպես ասում է Շահվերդյան Վահեն Կուրզղեկս, բեմը չես կարող խափես։ Եթե դու վատ մարդ եղար, հանդիսատեսին է չես կարող երբեք։ Իրանք շատ պարզ տեսնում են քո կեղծավորությունը, լավ ու վատ մարդ լինելը, քո սուտը եւ ի վերջո ես միշտ մի նախադասություն եմ ասում, որ շատ մարդկանց դուր է գալի եւ շատ մարդիկ սկսել են օգտագործել, ասում եմ ավելի լավ է ֆալշ երգեմ, քան ֆալշ ապրել։ հետաքրքիր է։ Հա։ Իրականում, ինձ թող ոչինչ, ասեն ես մի նոտան ֆալշ երգեց, բայց ինքը ֆալշ չի ապրում։ Բայց ստացվում է մոտդ։ Ես չեմ կարող, չի լինում։ Չէ, ոչ թե այնքան տաղանդա։ Ճիշտ է, գիտես, ֆալշ, ոնց ալու ֆալշ։ Երգել։ Չէ, իհարկե, ցանկացած մարդ կարա ֆալշ երգի։ No։ Չէ, ոչ թե գրագիտության առումով, այլ այն որ ձևի համար դերասանում եմ, չէ, պետք է խաղաս ֆալշը։ Ոնց որ ես ինձ վիրավոր։ Չէ, դե լինում է ձենա, հիմա այդ պահին չի ենթարկվում ձայնը։ Ես խենթանում եմ քո համեստության համար, այնքան մարդիկ լնում են շփվում եմ։ Ես շալ կյանքում երբեք ես չեմ կարող։ Այտենց բան չի կարա լինի աշխարհում։ Ոչ մի Ես էլ եմ էլի տենց հարցեր տալի, որ ստանամ պատասխան, sorry։ յուրաքանչյուր հարց, յուրաքանչյուր։ Չէ, շատ առիթներ եմ ունեցել, ասել եմ որ ես ֆալշ գնամ գցվեմ, ինձ մի դեմքից նու կարծում եմ նայողները հասկացան ում մասին է խոսքը, մենք անընդհատ ենք այդ թեման ունենում։ Նոր կյանքում կան բաներ վստահ եմ, որ ներելու, չներելու թեմաներ են լինում, բայց եղել է քո կյանքում դեպք, երբ որ դու ինքդ քեզ չես ների։ Ներել, բայց հիմա պատրաստ ես ներողություն խնդրել ինքդ քեզնից։ Տարիներ առաջ ջայլ նարին, նայես, ասես այ բալամ։ Ինչի համար։ Այդ։ Հայ, քեզ էս կողմից չգիտեն, ես ուզում եմ իմանալ։ Ինչ հարց ուզում ես դու, ես ուղղակի հիմա ուզում եմ հասկանամ ես։ Կա ներողության ինչ որ մի հատ։ Որ ինքս ինձանից ներողություն խնդրեմ։ Հա, ջայլ ժամանակում ինչ որ մի քայլ, որը շատ կուղղեիր։ Կամ մեկը որ կյանքում նես մի հատ բան է թողել, որ քեզ թվում է Օրինակ ես ունեցել եմ շատ հյուրեր, որոնք վայ ծնողներից ես, վայ տատիկից ես հենց նոր մի քիչ առաջ, վայ, իսկ այդ ներողություն խնդրելու չափն եմ ուզում հասկանալ, ինչքանով է բաց այդ սանդղակը քո մոտ, ինքդ քո հանդեպ։ Վերջի mirror-ը, էլի, mirror-ը, եթե հասկանում։ Այո, անենց հետաքրքիր հարց ես տվել, որ ինքս ինձանից ներողություն, չգիտեմ, ես մի քիչ բան մարդ եմ, որ մի բան անում եմ իմ կյանքում, չեմ փոշմանում իմ արածի համար։ Իսկ ինչ խորհուրդ կտայիր 20 տարեկան, 15 տարեկան Նարին այդ դեպքում, եթե մենք չենք փոշմանում ու դա շատ լավ հատկանիշ է։ Նայ, ախր այնքան հետաքրքիր հարց ես տվել, ներողություն խնդրել կարող եմ բոլոր այն մարդկանցից, ում շատ սիրում եմ, եթե ինչ-որ խոսքով, արարքով նեղացրել եմ, ես երբեք չեմ ամանչի ներողություն խնդրեմ, հա իմիջայլոց իմ համար ներողություն խնդրելը ու ասել ես քեզ սիրում եմ, մինչև 20 տարեկան շատ դժվար է եղել։ Եվ ես էմոցիաներս էլ եմ ավելի շատ զսպող եղել մինչև 20 տարեկան, իսկ 20 տարեկանից հետո իմ ամբողջ կյանքը 180 աստիճան փոխվեց, ես հասկացա, որ այո, պետքա դու քանի կան քո հարազատ մարդիկ, միայն արարքով չի, որ պետքա քո սերը ցույց տաս, այլ նաև այս ականջները դրա համար է, որ նաև մարդը լսի, որ դու իրան շատ սիրում ես։ Ու այո, պետքա ներողություն խնդրես։ Նար, ինչ գույն ունի քո համար սերը, կամ ինչ հոտ ունի այն։ Լավ բաներ ես խոսում, մեխանիկորեն շեղվում եմ։ Որովհետև չի կարող ստեղծագործ մարդը ներքուստ, եմ որ ասում արվեստը մեջն է, էլի, ինքը չի մենակ արվեստը։ Չի կարող այդ սերը չընկալի ուրիշ ձև։
Այդ ինչ գույն է։ Երկնագույն երևի։ Սպիտակը բաց կապույտի հետ, հա։ Սրանից բաց, բայց ավելի մեղ։ Հա, ավելի տենց երկնային։ Քեզ էլ են հարց տվել ինչ որ տարիքում ընտրել կարիերա թե սեր։ Չէ, Բայց ինչ են հարց տվել։ չէ, ինձ այդ հարցը երբեք չեն տվել։ Բայց ինչ եկե դարձել։ Բայց ես կասեի սեր։ Այս հիմա ես կասեի, բայց այն ժամանակ կարիերա։ Չէ, այն ժամանակ է կասեի սեր, բայց դրա հետ մեկտեղ կարամ ավելացնեմ։ Ինչի պետքա իմ դեմը ինչ որ հարց դրվի, էս կամ էս։ Հա, Այդ ավելի խոր է։ հա։ Բայց այն ժամանակ դեբիլ է երևի։ Եթե քո դեմը դրվում է այդ հարցը ես կամ մեր սերը, արդեն եթե ինքդ քեզ մեջ պետքա որոշես իրան ընտրեմ թե սերը, ես կընտրեմ սերը, բայց երբ որ իմ ինչ որ մեկը դիմացինս, իմ սիրած մարդը իմ դեմը դնի եւ ասի ես թե սերը, ես թե կարիերան, կասեմ կարիերա, զուտ նրա պատճառը որ չի կարելի տենց Դիմացը դնել հարցեր։ Հա, չի կարելի տենց մարդուն դնել տուպիկի մեջ, որովհետեւ դա սխալ է։ Այն ժամանակ պետք է քեզ ճանաչել, լիքը ժամանակ։ Որովհետեւ այդ մարդը նույն հաջողությունով վաղը կասի ես կամ ընկերներդ, ես կամ բարեկամդ, ես կամ ծնողդ, հասկանում եք, չի կարելի տենց բան անել։ Բնած հրաշք մոտիվացիա հիմա տվեցիր շատ աղջիկների եւ տղաների։ Լուրջ այդ ընտրության պահը ես երևի պիտի 20 տարի առաջ 15 հանդիպեի, Սենարի ջան, մա 10 ինչ են անում։ Չէ, իմ մոտ միշտ է դա եղել, որտեվ ես շատ ինչ-որ նենց էլ չի եղել կարիերայի մեջ սենց բան, բայց նաև նենց էլ չի եղել կարողացել եմ համատեղեմ։ Օրինակ ես չեմ եղել համատեղող տեսակ։ Դրա համար երևի այդ է։ Նար, իսկ այդ քո բոլոր երգերը, մանավանդ այս վերջինը, որ 24 ժամ 7-ի վրա ես գնում եմ Նարեի հետ լսելով ճանապարհին միշտ, դա ինչ որ մոտիվացիա է, թե պարզապես մեջից սերը այնքան շատ է մարդկության բոլորի ամեն ինչի հանդեպ, որ ստեղծագործում ես, թե դա տվյալ Չէ, սիրո մասին կարող եմ անընդհատ ստեղծագործել ու ես չունեմ ոչ մի հատ երգ, անգամ եթե դա պատվիրել է ինչ-որ մի մարդ, որ այդ երգը ուղղակի գրվեր զուտ կոմերցիայի համար կամ որ պատվերով երգը պետքա անպայման գրվի։ Ես չկա այդպես երգ, որը իմ կյանքի հետ կապ չունենա, սկզբից մինչև վերջ կապ ունի քո հենց անձնական իմ կյանքի հետ։ Okay, որովհետև ես ինքս ինչ էլ գրեմ, ոչ մի կապ չունի իմ հետ։ Շատ քիչ ալում, բայց հիմա դու խոսում ես, ես մտքումս ասում եմ, քեզ երազել եմ ես շատ երկար։ Դու վերջապես ինձ գտար, եկար, ինձ պարուրել ես սիրով արդար, տար ինձ քեզ հետ սեր իմ տար։ Լուրջ են որ նայ այնքան շատ երգեր են գրվում։ Հիմա գովքը չեմ անում, էլի։ Ասում եմ ինչ որ ես եմ կարծում։ Բայց խորքային, որ դու համ բառը հիշես, համ երաժշտությունը ինձ մոտ երբեք չի ստացվել, որտեղ կամ երաժշտությունն է լավը, կամ բառերը։ Ինչպես պահպանել տարիների առաջ մեր գնալու այդ զարգանալը, բայց պահպանել ներքին կուլտուրան, չփոխել որևէ բան, այլ տալ մի բան, որ վաղ լսելի է։ Ոնց է այդ ֆենոմենը ոնց է քո մոտ ստացվում։ Ես դրան չեմ վերաբերում ոնց որ կոմերցիան, Նարաջան, ես Աստծուն փառք եմ տալի, որ այդ շնորհքը ինձ տվել է եւ չեմ վերաբերվում, որ ինքը կոմերցիա է, ես պետքա ասենց կոնվեյերի նման անընդհատ երգ գրեմ, վաճառեմ։ Նախ ասեմ, ես երբևիցե իմ կյանքի մեջ դեպք չեղավ, որ ես ինչ որ երգիչի կամ երգչու երգ վաճառեմ։ Նման դեպք չեղավ, իսկ իմ երգերը շատ մարդիկ են երգում։ Իսկ բարձրաձայնում են այդ մասին։ Կռիսական հարցեր եմ, էլ։ Գիտես, ես չեմ շատ խորացել այդ հարցի մեջ բարձրաձայնում են, մարդիկ կան բարձրաձայնում են, մարդիկ կան, իսկ չեմ շատ այդ հարցին ուշադիր եղել, որ տեսնեմ կարող է չեն բարձրաձայնել, չեմ կարող մեղք վերցնել Աստծո առաջ, կարող է բարձրաձայնել են, բայց ես այդ կոմպլեքսը չունեմ, որ մարդկանց ստիպեմ, ասեմ, չես ստիպում, մարդու տեսակն է, կամ ասում են, կամ չեն ասում։ Դու չէ, իրանք։ Չեմ կարող ասել, երևի կարող է մարդիկ այդպես չգիտեմ, որովհետև անգամ դրա մեջ ես երբեք ուշադրություն չեմ դարձում, այն մի հատ լսեմ ես ինտերնետում, տեսնեմ իմ անունը կատակ։ Սկսվեց։
Ես այնքան ինքնահաստատված մարդ եմ, որ չգիտեմ, երևի ես իմ աշխարհը ունեմ ու ինձ իմ աշխարհի մեջ այնքան լավ է։ Ինքնաբավ։ Իմ ստեղծած աշխարհի մեջ, որտեղ իմ ընկերներն են, որտեղ իմ հարազատ մարդիկ են, որտեղ այն մարդիկ են, ում ես շատ սիրում եմ։ Չգիտեմ, Նար, հաջանք։ ես նենց եմ սիրում քո սերը ծնողներիդ հանդեպ, քո երգերով։ Ես ֆանատիկորեն եմ սիրում։ Ես ֆանատիկորեն բռնել եմ այն բանում, որ երբ որ ես ծնունդս եկա մի օր շուտ շանսոն, ու մաման զանգեց, ու այդ պահին մեխանիկորեն քո երգներ, առանց ֆիքսելու այդ պահին ինչ ես երգում, դե դու ես միշտ պարում ուրախամ, գիտես ես մանավանդ, հաջորդ օրը որ նայում եմ, նա ելի փշաքաղացի։ Ասում ես ուրիշ կերպ մամայից չի կարող ասել շնորհակալություն։ Ֆու։ Ուզվում ենք, սպասի, հակառակն է միշտ։ Ես եմ մի քիչ ուզվեցի։ Որ հերու տարիներ չտեսած, ասեմ մերսի, որ ինձ ծնել ես։ Քո երգի շնորհիվ, ասում այդ բան չէի ֆիքսել, որ մամա, ապրես, ես կամ, բան, ու սև է բարել այդ։ Նենց եմ սիրում այդ քո սերը, ես ոնց եմ սիրում կարդալ քո այդ հոգու սերը արտահայտված ծնողին։ Անգին մայրիկ, դու իմ բարի, թե վշտացրել եմ քեզ ներ, ապրիր երկար իմ մինուճար, ես առանց քեզ անթևանջար, ես մոլորվում եմ ու փորչում, օր ու գիշեր աստված կանչում։ Այ այն սիրո մասին երգերը սիրում եմ։ Ունենց չի, որ ես կոնկրետ քո որպես երգչի ֆանատն եմ, ես սիրում եմ քեզ լսել։ Ես նախ ոչ մեկի ֆանատը չեմ։ Խոսում եմ, լուրջ բանից եմ խոսում։ Հարգանք չունեն, է չես տեսնում, ասում մարդը խոսում է։ Նարճան, նախ ես քեզ ասեմ, նայ, հիմա մի քանի հարցի էլի պատասխան տամ։ 20 հատ մոր մասին երգի պատվեր եմ ունեցել, 20-ից է հրաժարվել եմ։ Պատկացնում ես, ինչ մեծ գումար է երգի պատվերից հրաժարվել 20 հատ։ Նար մի քիչ ենքո։ 20, որ ասում էին ինչի, ասում էին որ դες պրինցիպ ունեմ, ես մի հատ եմ գրել, իմ մամայիս համար եմ գրել, всё, էլ մոր մասին երգ ես չեմ գրելու։ Այդ մի հատ չգիտեմ։ Մարդ ա եղել, որ ասել է չիմադանով փող բերեք դրեք, ասել եմ ժողովուրդ, ինձ նախ առնել հնարավոր չի, երկրորդ ես ունեմ պրինցիպներ, կոտոշավոր եմ, ես ապրում եմ իմ պրինցիպներով։ Այդ մեկ, երկրորդը այդ ներողություն խնդրելը հիշում ես այդ հարցը որ տվեցիր։ Ես ասացի, որ փոքր ժամանակ խնդիր եմ ունեցել ներողություն խնդրել։ Մաման 20 տարեկան։ Մաման, որ իմ վրա ջղայնանում էր, ասում էր ներողություն խնդրել, ասում եմ չեմ խնդրելու։ Ու երբ որ մամայի համար ես երգը գրեցի, դե իհարկե պրեմիերան որ արեցի, մամայիս արցունքներն ու հոգեվիճակը չեմ կարող քեզ նկարագրեմ, բայց որպեսզի իրան այդ վիճակից հանեմ, որտեղ շատ էր լացում ու ուզված էր, ասում եմ մամա, տեսար աղջիկը, սաղ կյանք ասեցի ներողություն խնդրի, հիմա օրը քանի անգամ եմ ասում, թե վշտացրել եմ քեզ ներիչ։ Իրականում ես չեմ կարծում, որ մեկը կա մեր հայ, որ չի լսել այդ երգը ու նայ Ես լսեցի այդ երգը, անկեղծ խոստովանեմ, շանսոն ակումբում, որի համահիմնադիրներից մեկը դու ես։ Ես սիրեցի այդ տարածքը, որտեղ Հայաստանում էլ ունեի, անդադ ընդեղ էի։ Բայց այն վաղտ ավելի ամաչկոտ է, որ դու նույնիսկ բարևելուց ամաչում էի, չնայած Անչոկի հետ մենք պրոյեկտ ենք անցել 2 աստղ, բայց էլի այդ բանը ունեմ հարգանքը, որ չես կարող, ոնց կարա ընկերուհիդ դառնա կամ ոնց կարաս դաժե դույով խոսալ ինձ մոտ շատ դժվար է տրվում։ Այստեղ լսեցի ու հասկացա, թե ինչքան բաներ ենք մենք բաց թողնում մեր երկրում։ Ճիշտ է, դու գնահատված ես եղել միշտ, բայց ինչի պետք է հասնենք ստեղ նոր ես, որպես ինչ-որ մի արվեստի մեջի մարդ դերասանուհի, նոր ասեմ, ինչի Ամերիկայում։ Դե երևի ամեն ինչի իր տեղն ու ժամը ունի, չգիտեմ։ Յուրաքանչյուր շանսոնի հաճանաչեցին։ Yes, of course I can do։ Իրանք էլ են շոու բիզնեսից։ Ինչի ենք մենք ստեղ, ես շատ հաճախորդներ կան, որ տեսել եմ ծանոթներ են շանսոնում, այն որ գալիս են լսելու այն, ինչ որ բաց են թողել Հայաստանում։ Ես դա բոլորից եմ լսում, սիրելով, հարգելով, բան, այն որ լսենք, նարին լինելու է, անչոկը լինելու է, ու հետո նոր արդեն գալիս է այն սերունդը, որը որ
շանսոնում է։ Ես ինչ-որ լավ լուր եմ լսել շանսոնից, ճիշտ է, որ ոճային փոփոխություն ա լինում։ Հա, ավելի մեզ մոտ արդեն live band կա։ Վաու։ Հա, երաժիշտներ են, այդ ավելի այդ հայկական ջիգարը շատացել է։ Ծնունդս մյուսնել ենք, հա, փաստենը տեղանում։ Այն որ այնց հավեսա, որ նստած այդտեղը սենց ես, ուզում ես պարես, էլի, ես է պարող չեմ, Ես սենց նար, ես կարող եմ դու մի անգամ ինչպես նույնիսկ անտրամադիր է եկել թե ինչ ասցի, ոնց է քեզ չես պարում։ Անկախ նայած որ մենք տենց չի եղել, որ երկար խոսենք է։ Ես այդ մթնոլորտը, որը ստեղծում է շանսոնը, թե սննդի տեսանկյունից, հետո ես լավ ուտող էի էլի, առաջ, թե ոճի, թե աուրայի, թե վերանորոգման։ Ինձ համար այդ սաղ կարևոր է։ Հիմա ուզում եմ մի քանի կետով ասես, ինչքանով է ինքը փոփոխվել, բացի այդ բենդից, բանից, սնունդից սկսած եւ ինչի պիտի նորից մենք գանք։ Պարզ է գալիս ենք, բայց ինչն է դրթում, ինչը պիտի կանչի մեզ, որ մենք գանք։ Նա երբ որ անընդհատ նույն վիճակն է մնում, չնայած արդեն շուտով 4 տարի կլինի, ինչ ստեղ մեր շանսոնը բացված է։ Ես 4 տարի գալիս եմ։ Հա, գիտեմ։ Ինչ եկել եմ 5 տարի, ստեղը 4 տարի։ Միշտ փոփոխություններ եղել է, նոր երգիչներ, անընդհատ մեր մոտ նոր մարդիկ են երգել, անընդհատ փոփոխություն եղել է, բայց նայ մենք որոշեցինք, որ live band լինի, նախ դա ուրիշ level է, երկրորդը մեր արյան մեջ դա կա եւ էդ է մեր արունը, էդ է մեր կանչը, որ կանոթը հայրենիքի հանդեպ այդ երգերը, այդ պարերը, որ սենց երակիդ մեջ է մտնում ու դու սենց ուզում ես վեկանաս ու պարես, հասկանում ես։ Ես չգիտեմ, կարծում եմ, որ նայ այդ տեսակետից, երկրորդ տեսակետից, հիմա մարդիկ եթե ուզենան կնունք ծնունդ հարսանի կանեն, այսինքն իրանք էքստրա չեն վճարելու ոչ երաժշտական բենդի գումար, ոչ այն երգիչների գումարը, որոնց կանչեն շատ անգամ շատ ավելի մեծ գումար կտան։ Այսինքն իրանք ընդամենը տալու են իրանց փաքեջի գումարը եւ այդ ամեն ինչը մեջը մտնում է։ Այսինքն թե խոսքի օրինակ պայմանական 5-6 հազար $պետք է ծախսվի երգիչների, երաժիշտների վրա, այստեղ դրա համար ասեցի պայմանական։ Մեզ մոտ դու ընդամենը գալիս ես փակում ես քո սեղանի հաշիվը եւ այդ ամեն ինչը ներգրված է դրա մեջ։ Ես կայցել, արդեն փոխվել է, արդեն կարող եմ մտկալ։ Այո։ Բայց ես մի հատ բան էլ պիտի քեզ ասեմ, որ ես գալու եմ անպայման շանսոն, բայց գալու եմ շատ ինձ դարձած հարազատելի մարդու հետ եւ նաեւ իմ պրոյեկտի հովանավորի հետ, որը եւս քո համար նվեր ունի, Յանս ռեստորանային համալիրը։ Ասեց, հա, ես նարին ուզում եմ տամ այդ քո։ Բարզա, Լույսոն, բարզա, այդ 20%-ի բանը բայց այն ինձ դուր եկավ, որ այդ կոնկուրենցիան դուք չունեք։ Դրա համար հաղթած ունեք։ Մենք ընդհակառակը իրար միշտ օգնում ենք։ Այ ապրես, ու այդ հավես սովորեք, սա մի հատ վառ օրինակ է, որ պիտի սովորեք, որ կոնկուրենցիա գաղափարը մենակ կարող լինի իրար հետով առաջ գնալու թեման։ Նենց որ ես Լուսինեի հետ եմ գալու, հետո իրար հետ է գնալու Լուսինեի։ Դուք ես նախ շատ շնորհակալ եմ, բայց դուք իմացեք, որ այդ օրը որ դուք եկաք, ձեզ համար ամեն ինչը complimentary է լինելու։ Սակ գնացինք, դες Սակոն էլ անպայման։ Դու Սակոն, Լուսինեն, կարակ 4-րդ մարդը ով է, չգիտեմ, որպեսի 4 հոգով լինեք։ Այդ օրը ամեն ինչը Լե շանսոնի կողմից հյուրասիրություն է ձեզ լինելու։ Սես թենենց, ես միշտ որ գնացել եմ, այդտեղ էլ է կոմպլիմենտվին, այդ ներքև Նարջան։ Ես իրականում շատ եմ ուրախանում, որ ում հետ աշխատում եմ, շատ բաց էր այդ առումով։ Այն որ չեն բանանում, որ ահա կոնկուրենցիա, ահա նույնն է, այդ ինձ շատ ա դուր գալիս, շատ։ Կներես մի քիչ թացա, որ հեսա չորացնեմ։ Չկա։ Ընդհակառակը Լուսոն զանգում է նար փրկի, ես զանգում եմ լուց փրկի։ Այդ ինձ շատ ա դուր գալիս։ Տենց բանը լինի։ Ասեցի Նարինա Հարությունյան գա հենց գիշերը ժամը 10-ից կեսեր, մենք դու վերցրիր քարտը իմ մոտից, ասում եմ վայ լսի, բան դե լավ բանա, չէ։ Ասա թող գնար։ Ասի լավ։ Ես իրականում ուրախանում եմ, որ մարդիկ
Մենք էլ ունենք տես մատոր։ Պրոստը իմը բերանից վրա է դրած։ Ես ուրախանում եմ, որ մարդիկ շատ բաց են այդ առումով։ Ես ուրախանում եմ, որ քո անչոկի ընկերությունը որպես գոլեգաներ երբևէ չշեղվեց, որովհետև շատ գիտենք դեպքեր, որ գոլեգա լինելով երկար ճանապարհ չի գնում։ Այդ հաղթանակած մի հատ ընկերություն է, որը նաև բիզնեսի է վերածվել դեռ Հայաստանից։ Ես անպայման մի օր համոզելու եմ, գտնելու եմ, ասեմ ժամանակ գտի եւ արի հաղորդմանս հյուր, որովհետև իհարկե մենակ մարդը հա մի երկու քայլ կարա անի, բայց մենակ մարդը չի կարող ամ երկար ճանապարհ գնա։ Երբեք։ Ինչն է քեզ ամեն առավոտ մոտիվացնում, որ դու նոր էլի, նույն քո ձևով։ Իմ առավոտը միշտ նույն ձևի է սկսվում։ Սուրճ։ Ամենասկզբից ասեմ, Դավայ։ Աչքերս բացում եմ, ասում եմ փառք քեզ Տեր Աստված։ Երթվում եմ, բառ չեմ խափում։ Մենք քրիստոնյա ենք, մենք Նախ ասում եմ փառք քեզ Տեր Աստված, երկրորդը քայլը դեռ պարկած իմ շունիկիս եմ գրկում, Այսօր պիտի գար Սյունիկը։ ինքը իրան լավ չեր զգում։ Գրկում եմ, լավ մասաժ եմ անում, որովհետեւ ինքը սովոր է, որ առավոտ ես զարթնում եմ, իրան պետքա սիրեմ մասաժ անեմ, հետո արդեն սուրճ։ Բայց ինձ պետքա կես ժամ, իմ հետ ոչ մեկ չպետք է խոսա։ Չնայած ես մենակ եմ ապրում, բայց երբ որ ասենք Երևանում էի ապրում կամ այստեղ ընկերուս հետ էի ապրում, իրար հետ էինք տուն վարձում, ինքն էլ իր երեխեները գիտեին արդեն, որ ես երբ որ զարթում եմ, մի հատ պետք է հայ ասեն ինձ ու վсё, կես ժամ իմ հետ ոչ մեկ չպետք է խոսա։ Ես ուզում եմ, որ այդ կես ժամը, որ դու վայելում ես առավոտները, սկսես վայելել իմ հովանավորներից Armbox Coffee կողմից։ Աու, մերսի, անպայման, որ փորձես, հետո իհարկե ասես ինչպիսին է, ինձ Լիլին Վարդանին հյուրերից դրեցնում, ստեղից են ինչ-որ հոտը քաշում, լավն է թե վատն է, ես չգիտեի։ հա, Հետա, մի քիչ արի մոտ մի հատ տեսնենք։ լավ հոտ է գալի։ Հա, ինքը ամբողջ Կալիֆոռնիայում շատ արագ վերցրեց շուկան ու իրական 13 թե ավել տեսականի սուրճեր ունեն, թե ամերիկյան, թե հայկական։ Իմիջայլոց երբ որ ես որոշեմ ուրիշ բիզնես անել, ես շատ ուզում եմ կոֆեի գործարան ունենալ։ Վստահ եմ Արեգան քեզ կօգնի ամեն ինչով եւ ինչ Իմ ամենասիրած բիզնեսներից է կոֆեի բիզնեսը։ Ես Աստված առաջ շուտով կաֆի շոփն էլ եմ։ Մերսի շատ։ Ես գիտեմ նաև, որ բեմի մարդիկ այդքան մեյքափը չի, ինչքան խնամքի միջոցներն են։ Ճիշտ եմ հիշում։ Լավ, մի հատ տուշ կարող եմ, չէ՞ քսել։ Չէ, չենք քսում։ Տեսա ես աչքերս բայց տեսար որ հարցրեցի։ Բայց գացի։ Ես հիշեցի։ Ապրես դու։ Դե քանի որ դու տուշ չես քսում, ես վստահ եմ որ դու խնամում ես։ Հայուհի բրենդը։ Ահա որ։ Խնամքի աչքի կողքի սերումը, որը չի ծերացնում, բոտեքսի կարիքս ես դու մնականից միշտ ես եղել գեղեցիկ։ Մերսի։ Եվ նաև իհարկե մաշկի խնամք, հայուհի։ Մերսի շատ ու նամանավանդ աչքի տակի բաներ միշտ օգտագործում եմ, մասկաներ միշտ։ Տենց քսում ես քո համար գնում ես։ Մերսի Դնեմ այնտեղ հետո էլի, որտեվ լիքը նվերներ ունես, հələ այսքանով չեն եզրափակում։ Նա տեսե ցույց տան։ Այս նոր տարի է, հա։ Իմ հաղորդմանը ես պետք է հյուր գամ մի օր, որտեվ մամայի Ահա, չէ։ լուրջ, այն ինչ որ հիմա ես քեզ տալու եմ, ես չունեմ։ Իրոք չունեմ, մեծ մասը չունեմ։ Արի Դու նոր ես չէ հանգստից եկել։ Դրա համար տեղափոխեցինք մենք բան։ Բայց արի մի հատ էլ գնա այն հանգստի տեղը, որտեղ քեզ Հա, չէ, դե արի գնա հանգստացի Գարիկի մոտ։ Palm Springs։ Մեծ սիրով։ Դու ունես հնարավորություն մեկ օր հանգստանալու, մեկ օր ասում մի գիշեր էլի, երկու օր։ Այն լիճը, որ միշտ սթորիներ եմ անում, լճոտ տունը, որ ասես լիճա, փուլն է բան։ Սիրով։ Ում հետ ուզում ես, գնում ես, հանգստանում ես, վայելում ես, հանգստը նոր ուժերով ստեղծագործած հետ ես գալիս։ Շատ մերսի, մերսի շատ։ Ընտիր նվերները, ընտիր։ Նաև գիտեմ, որ արվեստագետ մարդիկ շատ ինչքան էլ օրինակ ես վիզուալ էսթետիկ չեմ, բայց այնտեղ միտեղ իմ սենց ղլղլում են թիթեռները։ Եվ էսթետիկ մարդուն ես միայն պետք է նվիրեմ էսթետիկ հայկական էլի անվամբ նռնենին, ովքեր ստեղծում են եւ ծաղիկներ, որոնք տարիներով չեն թոշնում, եւ իրենց ձեռքով ստեղծում են մոմեր,
Հիմա կարող ես հոտը զգալ։ Շատ լավն է։ Այնպես որ ես վստահ եմ կամ տեսա։ Ամեն ամիս արի հյուր։ Սիրով։ Շնորհակալություն։ Ներկայացնում եմ հովանավորներից։ Մերսի շատ։ Դե սակոնա այսօր ինձ օգնում նկարել։ Ձմեր պապիկ ոնց որ։ Էդ էլ հլելի եմ տալիս, էդ էլ դնենք այն կողմ։ Մերսի։ Ես մի օր կլինի ինձ հյուր գամ, Հա, խնդրում եմ։ լրիվ թե։ Սա էլ ենք դնում այստեղ եւ անցնում ենք առաջ։ Հայաստանի Հանրապետությունից տրանզիտով ինձ են ուղարկվում իմ հովանավոր լոշնի կողմից, էլի կոսմետիկ միջոցներ։ Մերսի։ Հայաստանից ուղարկում է հայ փոստով, ես ստանում եմ եւ իհարկե շարունակում ենք մեր համագործակցությունը։ Մերսի շատ։ Բայց այդքանով էլ չավարտվեց։ Էլի։ Այո։ Քանի որ դու երաժշտության մեջ ես, դու ճաշակ թելադրողներից մեկն ես եւ դժվար անճաշակ երաժշտությունը քեզ դուր գա, այն DJ, որի պատճառով ես փոխեցի իմ ամբողջ մի event, որը քաղաքապետարանի հետ դիրել, որտեղ ինքը բացակայում էր։ Ինքը տալիս է հնարավորություն իր ծառայություններից օգտվելուց 20% զեղչի քարտ։ Թե դուք օգտագործես Նորոն, DJ Նորոնա, DJ NOV, կարող ես քո խնջույքնա, ուրիշինն ա կապ չունի, ինքը այն ինչ որ ես կգրեի, որ դներ երաժշտական պլեյերը, ինքը դա նվագում է։ Շատ կայֆ։ Տանը մենակ ապրելուց պարզա պիտի աշխատես, որ սնվես ճիշտ եւ առողջ, ու մինչեւ իրիկունը գնաս շանսոն, պարզա որ քեզ պետքա լավ մթերք։ Կոզանյան մարքետը ունի 20% զեղչ եւս իմ հյուրերի համար, ու Հայաստանի դու այդ սուրճը հենց Կոզանյանում արդեն կա։ Հիշում ես այս սառը սուրճերը, նույն համնա, նույն, որովհետեւ ներմուծվում է հենց Հայաստանից։ Հանգիստները չեն բանանում, դու ջրից վախ ունես, իսկ նավում ոնց ես յախտայի վրա։ Չես նստում, բայց Պետք է ասեմ նստում։ Չէ, իրոք չէ, որովհետև մենք մոտած չենք էլ անում, բայց ես վստահ եմ, որ երբ որ ընդամենը մի անգամ այցելես JT Princess Yacht, որտեղ բոլորս ենք, անպայման կզգաս, որ տատանում չկա, սրտխառնոց չի լինում։ Նույնիսկ եթե չգնաս, վստահ եմ, որ կան հարազատ մարդիկ, ում համար դու այս շռայլությունը կանես։ Հաստատ կանեմ, մերսի շատ շնորհակալ եմ։ Դեռ չի վերջացել։ Blackjack ենք խաղում էլի։ Գնացինք, որտա։ Եվ քանի որ դե արդեն շանսոն, տորտ, քաղցրավենիք, ես ինչ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եմ, թիմիս ամենաառաջի մարդը որ կա, դա Լիաննանա Դելիսե Cake տորթերը, որոնք հենց օրգանիկ են, պատրաստում է հենց ինքը անձամբ, ինչ դիզայնով ուզես, ինչ համով ուզես եւ քանակը անսահման է։ Ինչ քանակությամբ մեծության ուզես, նա ստեղծում է։ Էջն էլ մտնեսնես, տալիս է 15%-ի զեղչ, կարող ես օգտվել ինչքան ուզում ես։ Դու միշտ ունես այդ զեղչը։ Շատ շնորհակալ եմ։ Մոտ արի, դու մոտ արի։ Մարդկանց էլ նկարի, որ իրը տեսնեն, էլի օտարազգետ ենք շփվում, ճանաչում են մեզ։ Մեզ ասելով նարի։ Բայց շանսոն ենք կանչում, ստեղծի մի հատ շանսոնի։ Լոգոն լինի։ Եվ վստահ եմ, որ բիզնես ունեցող մարդը, երկչույի մարդը պետքա պարտադիր ունենա տպագրական ինչ-որ վիզիտ քարտեր, ֆլայերներ, մեյլ պրինտը, որ ես համագործակցում եմ եւս 20%-ի զեղչ։ Լուսինե, ես ասում եմ, Ռոզիկ դու ամենուր ես եւ իմ այն 2000-ը 10,000-ից հանի գալիս եմ։ Այսինքն վստահ եմ, որ կունենաս մեծականակ կամ փոքրականակ կապ չունի, 20%-ը լիքը փող Ռոզիկ ջան կներես քեզ ավնաս, բայց իմ հյուրերին օգուտ է։ Ես շնորհակալ եմ, որ դու եկար։ Ճաշակով ա շատ իմիջայլոց սարքած։ Բա ես անճաշակ մարդկանց հետ չեմ շփվում։ Նա ուզում եմ մի հատ քեզ նայես ու չասես մեյքափի մասին, այլ ամեն առավոտ նայելուց ինչ ես խոսում քեզ հետ։ Մի երկու տողով ներկայացնենք։ Գիտես, միշտ ասում եմ, ես ինչքան երջանիկ մարդ եմ։ Ես 99% ինձ երջանիկ մարդ եմ համարում իմ մանկությունից սկսած մինչ առ այսօր։ Ես ամեն հարցում ջեքպոտ ունեմ։ Խնդրեմ, ես նոր։ Ամեն հարցում ջեքպոտը բռնեմ։ Չգիտեմ, ես ամոթել կլինի եւ Աստծու դեմ մեծ մեղ կվերցնեմ, եթե ինչ-որ մի բանից բողոք եմ իմ կյանքում։ Ես չեմ հիշում, դու շրթներ կսում էիր, թե չէ։ Բաս, ես հիշում եի, չես կսում, տենց Ես մենակ դուշ չեմ կսում, որտեղ ալերգիա է սկսվում մոտս։ Հեսա շրթներքն էլ ամրացնենք։ Շատ սիրուն է ու շատ բնական։ Շնորհակալ եմ շատ սիրելիս։ Շրթներքի առումով կարող էի լոշնի մատիտներից էլի ավել կսեի, որ բան չլիներ փայլուն, բայց քանի որ մեր մազերը երկար չի, մեզ չի խանգարում, որ բանա, ասած յուղային է։ Դրա համար այնա ուղիղանենք։
Շատ բնական է, իսկականից։ Այնքան են Սիրար, մամի ջան։ Այնքան եմ սիրում բնական մեյքափ։ Հա։ Բոլորը ըստ գործերս, որ նայում են մոդելների արած, սակ ջան, կարաս գնաս ֆրֆրաս աղջիկներով խոսում ենք, իշ մի մեջ ես ընկե, որ ինչ։ Հա, որ նայում են վառ մեյքափներ ա միշտ դինում բան, ու հաղորդման ընթացքում որ նուրբ եմ անում, նույնիսկ իմ հյուրերից մեկը ասում է թարթիչ ես։ Ասի, բայց ախր թարթիչի չի այսօր։ Հա։ Չէ՞։ Որտեւ այս հաղորդաշարը մեյքափի մասին չի։ Ինձ հարազատ ճանաչված մարդկանց, որոնց պետք է այն մյուս կողմից տեսնել, ու լավը, ոչ թե դրամատիկ կերպով հիշիր մի հատ ողբերգական դեպք եւ պատմի։ Հաջող սակ, որ հա պահես ես ակ խոսա։ Ապրես նարս շատ լավ է։ Դու ապրես, Ազիզ ջան, մերսի։